Հյուրընկալել ենք Երվանդ Բոզոյանին, Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ, պարոն Բոզոյան, նաև ձեր տունն էին խուզարկության եկել, հետո հարցաքննություն եւ այլն, նոր խոսում ենք Տիկին Պոստանջյանի հետ այդ ամբողջի հոգեբանական ազդեցության մասին, բայց ես ուզում եմ զրույցը սկսենք դիկտատուրաների բռնապետության հաստատման այդ մեխանիզմները քննարկելուց, տրամաբանությունը, մթնոլորտը քննարկելուց, որովհետև շատերին թվում է, թե բռնապետությունները միանգամից գալիս են, այսպես դնում են արխի նման, ասում են բռնապետություն է։ Շատերը չեն ընկալում, որ դա այս փոքր քայլերով հասնում ես մի իրավիճակի, երբ տեսնում ես, որ դու ապրում ես մի սարսափելի երկրում, որտեղ ուղղակի այրան ու բանտարկյալների հոտ է գալիս, ինչպես պատմության ընթացքում շատ ենք տեսել, վերջին շրջանում կարդում էի Յակոբինյան դիկտատուրայի մասին, Ռոբեսպիերի, եւ այնտեղ շատ հետաքրքիր մի օրենքի մասին ծանոթացա այդ օրենքի, կոչվում է կասկածյալների մասին օրենք, հենց Յակոբինները եկել են իշխանության, նման օրենք են ընդունել, որով կարող էին յուրաքանչյուր մարդու բռնել գլխատել գելյոտինով, եթե նա չէր կարողանում ապացուցել իր հավատարմությունը ռեժիմին։ Ամերիկյան կախավարկած գոյություն չուներ։ Չէ, ինչ դա գլխատվել է։ Այո, Լիոնում տասնյակ հազարավոր մարդկանց գնդակը արեցին, այսինքն ասում են ապացուցի, որ դու հավատարիմ ես ռեժիմին, չես կարող, գնացիր գլխատվեցիր։ Հիմա իմ մոտ տպավորություն է, որ մենք կարող է հասնենք այդ բանին, որ ասեն հապացուցին, որ ԿՊ-ին հավատարիմ ես, նկար ցույց տուր մի հատ։ Որովհետև Յակոբինցիները այնուամենայնիվ իրանք մաքուր բոլշևիկներ էին, աղքատ հավատում են իրենց գաղափարներին, իսկ ԿՊ-ականները թաքնված մուլտիմիլիոնատերներ են, իրականում իրանք բոլշևիկներ չեն, իրանք մեծ փողատերեր են, իրանք պարզապես ուզում են գրավեն ամբողջ մյուսների սեփականությունը իր ձեռքը վերցնեն, եւ դա բոլշևիզմ չի, բոլշևիզմը կայանում է նրանում, որ բոլորին պետք է ունեզրկեն, բոլորին պետք է կուլակաթափեն, իրենք էլ պետք է գոնե ասկետիկ կյանքով ապրեն, ինչպես Ստալինի ժամանակից։ Իրենք կապ չունեն դրա հետ, իրենք բարիս բունի իմաստով մուլտիմիլիոնատերներ են, լավ փողատերներ են, լավ փող են աշխատել 8 տարիների ընթացքում, հիմա հանդուրժում են էլ ավելի մեծ միլիարդատերներ դառնալ, որտեղ իրենք ունեն գործընկեր միլիարդատերներ, միլիարդատերներից մեկը տարեկան մինչև 10 միլիարդ դոլար շրջանառություն ունի, որտեղապես տարեկան մինչև 1.5 միլիարդ դոլար մաքուր եկամուտ, պատկերացնեք, չէ՞, նման բան նախկին իշխանությունների ժամանակ կարային ուղղակի երազեին, իսկ եթե դրան գումարենք այն, որ այսօրվա բանկային համակարգը ընդհանուր 19 բանկերի հետ միասին տարեկան 1 միլիարդ 100 միլիոն դոլարից ավել է անցնում իրենց մաքուր եկամուտը, ապա կարող ենք հասկանալ, որ այս մարդիկ ոչ թե բոլշևիկներ են, այլ սուպեր օլիգարխներ են, պարզապես իրենք հասարակության մոտ իրենք ներկայացնում են որպես աղքատ, սոված, ազնիվ, բայց ստացվում է արդեն, գիտեք, ոչ մեկ չի հավատում, ինչ-որ մի փոքր զանգված է հավատում, բայց էլ մեծ մասին չեն հավատում, դրա համար իրենք արդեն նյարդայնացած են դրա համար։ Բայց հիմա վերադառնանք, թե ինչպես է ձևավորում դիկտատուրան։ Տեսեք, դեմոկրատիայի ամենակենտրոնական սկզբունքը դա իշխանությունների տարանջատման սկզբունքն է, այսինքն կա օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն եւ դատական իշխանություն։ Այդ երեք իշխանությունները պետք է տարանջատված լինեն իրարից։ Տեսեք, օրինակ Միացյալ Նահանգներում կա նախագահ, բայց կոնգրեսը տարանջատված է եւ Գալիկ Աշնանը կոնգրեսի 1/3-ը վերընտրվելու է եւ դեմոկրատները հաղթելու են ամենայն հավանականությամբ եւ ինքը տարանջատում է եւ ինքը բալանսավորում է իշխանությունը։ Դա նույնիսկ երկաշճամբ բան է, չէ՞, ներկայացուցիչների պալատը։ Էլ չեմ ասում դատական համակարգ, այնտեղ ոչ մի, եթե այնտեղի երկրի ղեկավարը ասի, որ դատական համակարգը դատավորներին պետք է պատժել, ինքը միանգամից իրեն իմպիչմենտ կհայտարարի, որտեղ այդ մարդը իրանք չունի խառնվել դատական համակարգի բանի մեջ։ Հիմա տեսեք ինչ կատարվեց Հայաստանում։ 18 թվականից հայտարարեց, որ մենք գալիս ենք դեմոկրատիա հաստատենք, գործադիր իշխանությունը վերցեցին հենց միանգամից։ Հետո արտահայտ ընտրությունների արդյունքում օրենսդիր իշխանությունը ամբողջովին իրենց տակ վերցեցին։ Հետո հայտարարեցին, որ դատական համակարգը կոռումպացված է, դատական համակարգը գրոհ սկսեցին հրապարակավ, դատական համակարգը գրեթե 100%-ով այսօր իրենց տակ է։ Դրա վառ ապացույցը Արեգնազ Մանուկյանի գործն է, Անդրանիկ Թևանյանի գործն է, Ավետիք Չալաբյանի գործն է, Արմեն Աշոտյանի գործն է, Գագիկ Ծառուկյանի գործն է եւ բոլոր շատ էլի մարդկանց մոտարապես որոնք նաեւ անցել են, հիմա շատ բոլոր այդ մարդկանց մոտ 1000 մարդ անցել է այդ process-ով, այդ 1000 մարդուն դատական համակարգը մի հատ վրիպակ չի եղել, այնպես որ երբ որ գործող վարչապետը հայտարարում է, որ դատավորները իրենց բան չեն պահում, դա սուտ է ասում, որովհետեւ բոլոր դատավորները իր տակ են մտած եւ ինքը սեփականացնում է ամբողջ դատական համակարգը։
Ավելին Նա սահմանադրական դատարան մոռացակ նշել, բան։ չեմ մոռացել, ուղղակի հերթը պետք է գայի։ Հա։ Եկա արդեն սահմանադրական դատարանի հերթը։ Սահմանադրական դատարան տեսակ ինչ արեց ինքը փաստացի գրավեց սահմանադրական դատարանը, որից հետո գրավեցին, այսպես էս հերացրեցին նախքին կիսով չափ, այսպես ասած ընդդիմություն բան կիսաանկախ մարդուն Արմեն Սարգսյանին նշանակեցին իր 100%-ով իրենց գրպանային ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի։ Շատերը երևի նոր իմացան նախագահի անունը։ Այո, դրան գումարած նաև կենտրոնական տրամական հանձնաժողովը իրենց մարդկանցով լցրեցին, իրենց նախագահով։ Այսինքն ուշադրություն, գործադիր համակարգը իրենցն է, օրենսդիր համակարգը իրենցն է, դատական համակարգը իրենցն է, սահմանադրական համակարգը իրենցն է, հակակոռուպցիոն համակարգը իրենցն է, ԱԱՑ-ն իրենցն է։ Դա ԱԱՑ-ը պարզ է, որ իրենցն է։ Դե չփոխեց, չէ, տեղել օրենք փոխել։ Իրենցն է, փաստացի բոլոր այդ կառույցները ենթարկվում են մեկ մարդու։ Եթե այդ մեկ մարդը լինի, օրինակ եմ ասում, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ասենք օրինակ, չգիտեմ, դու Դերենիկ, հա, կամ չգիտեմ Պողոս Կիրակոսյանը, համակարգը նույն ձևով է աշխատելու։ Այսինքն դա անկախ նրանից թե ով է տնօրինում այս համակարգը, այդ համակարգը նույն սկզբունքով աշխատելու, ինքը ունեզրկելու է մարդկանց, բռնաճնշումներ է իրականացնելու, մարդկանց տանելու է բանտ անարդար ձևով, մարդկանց վրա գործերը բանը եւ վերջապես ընտրությունները կեղծելու է, որովհետեւ ընտրությունները այն վերջի ակտն է, որը հաստատում է լեգիտիմությունը։ Ինչ կատարվեց ընտրությունների արդյունքում մենք բոլորս տեսանք, նույնիսկ թղթային մակարդակով պարզ է, որ Բարգավաճ Հայաստանը պետք է անցներ, գողացվեց այդ մոտ 60,000 ձայնը, ինչի այդ ամենը կատարվեց, որպեսզի այս մարդը ցույց տա, ինքը արդեն շատ լավ գիտի, որ ինքը լեգիտիմ չէ ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։ Պարզապես աշխարհակաղակական շահերի տեսանկյունից ինքը շահավետ է ինչ-որ մի թևի եւ հետ շահավետ չէ ինչ-որ մի հատ ույս թևի։ Հիմա պայքարի արդյունքում Դե Պուտինը միջև հիմա չի շնորհավորել։ Եվ պայքարի արդյունքում ինքը շատ բարդ վիճակի մեջ է հայտնվելու, Հայաստանն էլ շատ բարդ վիճակի մեջ է գցելու, հա։ Հիմա այստեղ խնդիրը ինչի մեջ է։ Խնդիրը կայանում է այն բանի մեջ, որ հիմի Հայաստանում կա լուրջ բռնապետական համակարգի հաստատման լրջագույն վտանգ կա, եւ այդ վտանգը պետք է կանգնեցնել։ Կանգնեցնելու համար ցավոք սրտի կարող եմ ասեմ, այն քաղաքական վերնախավը, որը ուներ այդ գիտակցությունը կարողանար դիմադրողական շարժում սկսեր, այդպիսի վերնախավ մենք այս պայծրությամբ չունենք։ Քանի որ չունենք, նախ եւ առաջ ինչ պետք է անենք։ Պետք է նախ եւ առաջ արժե համակարգային մակարդակի պատրաստենք հասարակությանը, որպեսզի այդպիսի վերնախավ ձևավորվի։ Բայց մենք ժամանակ չունենք, որտեղ եթե մենք այս քայլեր չանեցինք, այս բռնապետական համակարգը կարող է մամլիչի համակարգ կարող է աշխատել հսկայական հազարներով մարդկանց տանի բանտարկի, հա։ Դրա համար առաջի հերթին պետք է մենք իրապաշտպան ռեալ դաշտ ձևավորենք, նոր կառույցներ ձևավորենք, որտեղ այն եղած կառույցները բավարար չեն, որպեսզի այս համակարգը աշխատի։ Ու շատ դեպքերում նաև աշխատում են իշխանությունների օգտին։ Այո, հիմա պետք է մենք իրական իրապաշտպան, անկախ իրապաշտպան համակարգեր ձևավորենք, որպեսզի թույլ չտանք, որ այդ ամենը առաջին կարևոր խնդիրը, որպեսզի թույլ չտանք, որ վախի մտնելով հաստատի։ Տեսեք օրինակ Արեգ Նազ Մանուկյանի պաշտպանության տակ, երբ որ կին падգամները ստորագրեցին, բազմաթիվ կին գործիչներ, բավականին մեծ աղմուկ է հանրային քաղաքական գործիչներ, կին գործիչներ հայտարարություն արեցին, դա արդեն ցույց է տալիս, որ փաստացի սկսում է ձևավորվել նոր քաղաքացիական հասարակություն։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության տակ մոտ 100 մարդու ստորագրությունը, դա նույնպես դրամատուրգիա է, այսինքն Անդրանիկ Թևանյանին 50 հոգի կարող էր 100 հոգի լինել, պարզապես կար ժամանակում մենք 50 հոգի բանարեցինք, այդ 50 հոգին նրան մոտ 100 հոգի, դա ինչ է, դա բանը արդեն նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության ծիլերն են, այն մարդիկ, որոնք ստորագրում են Անդրանիկ Թևանյանի պաշտպանության տակ, Արեգ Նազ Մանուկյանի պաշտպանության տակ, Գագիկ Ծառուկյանի պաշտպանության տակ, այդ մարդիկ այսօրվա մեր հերոսներն են։ Կապ չունի թե այդ մարդը ինչ ոլորտից է, երաժիշտ է, գրող է, հրապարակախոս է, պոետ է, չգիտեմ, սպորտսմեն է, իրանք հերոսներ են։ Եվ ճիշտ հակառակը, այն մարդիկ, ովքեր որ մասնագիտությամբ համարվում են սպորտսմեն կամ երաժիշտ, բայց քաղաքացիական գիտակցություն չունեն, այդ մարդիկ կապ չունեն մեր հասարակությանը։ Իմիջիայլոց, պարոն Բոզյան, Թևանյանի աջակցության տակ ստորագրած այդ մտավորականների նկատմամբ հենց ՔՊԱ-ականների իր ընտանեկան թերթը, չգիտեմ, իրենց ՔՊ-ի ընտանեկան այդ լրատվամիջոցը շատ դաժան շատ նյարդային արձագանք տվեցին։ Գիտեք ինչի, որովհետև չէին սպասում։ Ասեմ, տեսեք, որովհետև Անդրանիկ Թևանյանի պաշտպանությունը ամենագրագետ ձևով սկսվեց, որովհետև
մենք բոլորս հասկանում ենք, որ ստեղ պետք է հանրային դաշտից աջակցություն լինի, ոչ թե քաղաքական դաշտից, որտեղ հանրային դաշտը ամենավտանգավորն է այս իշխանության համար։ Այս իշխանությունը քաղաքական դաշտին պախարակել է, ձևավորել է, որ իրենք, չգիտեմ, S-են, N-են, նախկին են, չգիտեմ ինչ են, բայց հանրային դաշտին դու չես կարող պախարել։ Հանրային դաշտը ինքը քաղաքական գործիչներ չեն, կլանային ներկայացուցիչներ չեն, իրենք մտավորական մարդիկ են, հանրային մարդիկ են, ովքեր որ ինչ որ բան կարծիք որ հայտնում են ոչ թե ինչ որ շահից ելնելով, այլ իրենց պատկերացումներից ելնելով, իրենց խղճի խնդիր, դա ամենավտանգավորն է բռնապետական համակարգի համար։ Հիմա այդ բռնապետական համակարգը տեսնելով այդ ստորագրավակները իրեն համար լրջագույն վտանգ է դառնում, որտեղ այդ ստորագրավակները ձևավորում են նոր միջավայր, նոր հանրային պատկերացումներ։ Այդ հանրային պատկերացումները հեսա տարածվելու են արդեն ստիպելու են, որ այդ հանրային պատկերացումները հաշվի նստեն արդեն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնք լուր հետևում են թե ինչ է կատարում։ Իդեպ, ես մի բան էլ ասեմ, Հայաստանում բռնապետական ռեժիմի տարածվող վտանգը նաև ինչով է պայմանավորված։ Նախկին իշխանությունները, որոնք էլի դեմոկրատական չէին, բայց համեմատելի չեն, ինչի համեմատելի չեն, որտեղ իրենք չունեին կարտ բլանշ լուսավորչական արևմուտքից։ Այդ կարտ բլանշը չունեն, լուսավորչական արևմուտքը անընդհատ ցույց էր տալիս, որ դու ստես սխալ ես, ստես բան, եւ իրենք կաշկանդված էին այդ հանցերով։ Առաջին անգամ այսպես կոչված լուսավորչական արևմուտքը աջակցություն լիակատար աջակցություն ցույց տալիս այս մարդուն եւ դրանով իսկ այս մարդու բռնապետական ռեժիմը անգամներով ավելի կոշտ է դարձնում, քան նախկինները։ Դա ցույց է տալիս, որ այն արևմտյան կենտրոնները կամ կառույցները, որոնք խոսում էին մարդու իրավունքների մասին, դեմոկրատիայի մասին, Հայաստանում արդեն իրենց վարկանիշը գահավիժել է, փլվել է։ Մարդիկ հասկացան, որ եվրոպական արժեքները ոչ մի կապ չունեն եվրոպական կառույցների հետ։ Եվրոպական չինովնիկների հետ, եվրոպական չինովնիկները, մենակ չինովնիկներ չեն, եվրոպական երկրները ունեն իրենց ազգային շահերը, իրենց կորպորատիվ շահերը, այդ կորպորատիվ շահերը ոչ միայն հակասում են մեր ազգային շահերին, այլ շատ ավելի վտանգավոր են, իրենք դառել են այսօրվա համաշխարհային պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ։ Դրա ամենավառ ձևով ներկայացրեցին այսօրվա Վրաստանի ղեկավարները, որոնք ասում են, որ մենք ուզում ենք դառնանք Եվրոմիության անդամ, իրենք ասում են ոչ, դուք մեկ չեք ուզում, որ դուք Եվրոմիության անդամ դառնաք, մենք ուզում ենք, որ բայց թնդանոթի միստ դառնեք Ռուսաստանի հետ, թնդանոթի միստ Ռուսաստանի դեմ, այդ տոմսնա, որ դուք կարաք դառնաք Եվրոմիության, ինչի է տենց, ինչպես դարձրեցին ուկրաինացիներին, այո, ասում են, տեսեք, Եվրոմիությունը ասում է, մենք պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի նկատմամբ, չէ՞։ Եթե մենք պատժամիջոցներ ենք կիրառում իրանց նկատմամբ, դուք եթե ուզում եք դառնալ, դուք պետք է պատժամիջոցների միանաք։ Պատկերացնում եք Հայաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների։ Դե արդեն հիմա շատերը կարող են պատկերացնել, որ կարող են միանալ։ Մարդիկ չեն հասկանում, եթե դու ուզում ես Հայաստանը դարձնես Եվրոմիության անդամ, դա ավտոմատ նշանակում է, որ դու պետքա պատժամիջոցներ միանաս Ռուսաստանի դեմ։ Բայց կանք են բանից, որ այնտեղ որևէ մեկը Հայաստանին Եվրոմիության անդամ չի տեսնում, պարոն Բոզյան։ Չէ, համարենք, որ ուզում է տեսնի, բայց ուզում ասեմ մարդկանց մեծ մասը չի հասկանում։ Դրա համար մենք ինչ ենք ասել միշտ, մենք եւ մեր քաղաքական ուժը, մենք ասում ենք ոչ թե մենք պետքա գնանք Եվրոմիության եւ Ռուսաստանի պայքարի մեջ, մխրճվենք եւ դառնանք մանրադրամ, այլ եվրոպական արժեքները իրական պետքա բերենք Հայաստան։ Այսինքն եվրոպական արժեքները բերել Հայաստան, դա նշանակում է Հայաստանում ձևավորել իրական եվրոպական մոդելի պետություն, իրավական պետություն, որտեղ իշխանությունները տարանջատված կլինեն, մենք ունենանք օբյեկտիվ իրական դատական համակարգ, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն հակակոռուպցիա իրական ոչ թե մենակ ընդդիմադիր գործիչների հետևից կընկնի, այլ նաև իշխող ուժի հետևիցներից կընկնի եւ սահմանադրական դատարանը իրական սահմանադրական դատարան կլինի եւ կուսակցություններն էլ իրական կուսակցություններ կլինի եւ ընտրություններն էլ կեղծված չեն։ Սա մեր Ջորջ Օրուելի անասնաֆերմայի փոխարեն կունենանք իրավական, ժողովրդական, ժողովրդավարական պետություն։ Հայաստանի ապագան, Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ գազ ունի, ոչ էլ բնական հարուստ ռեսուրսներ ունի։ Հայաստանը դատապարտված է մաքուր, նորմալ եվրոպական ստանդարտի դեմոկրատական պետություն դառնալու։ Ավելի եթե ինքը դարձավ, ինքը կունենա մեծ առավելություն ինչու, որովհետև այս տարածքում, որտեղ Հայաստանը բնական իր տեղն է, ինքը կունենա առավելություն մյուս երկրների, որտեղ այդ մյուս երկրները ավտորիտար երկրներ են։ Բայց այդ կլինի կենսունակ պետություն։ Բացի դրանից, տեսեք, երբ որ դեմոկրատական երկիրը մրցում է ավտորիտար երկրների մեջ, չէ, ինքը ունենում առավելություն։ Իր բիզնեսմենը ավելի ազատ է, իր տնտեսական մոդելը ավելի ազատ է, ինքը ունի առավելություն։ Ինք այդ առավելությունը մենք ֆանտաստիկ ձևով կարանք։ Պարոն Բոզյան, դուք ներկայացրեցիք, թե ինչ մեխանիզմներով, ինչ քայլերով իշխանությունը եկավ
պետական համակարգի վրա ամբողջական վերահսկողություն հաստատեց, ընդཐུպ մինչև արդեն ԲԴԽ-ի նախ որ իրավունքը չունի, կարող է SMS-ով ազատել, դա մնացածի իրավունքը եթե ունի, արդեն պատկերած շվացնելով կարող է, չէ՞, այնտեղ արդեն բան ազատել տա կամ հանձնարարականներ տա, բայց մնացել էր միայն ընդդիմադիր հարթակները քիչ թե շատ ազատ կամ որոշ դեպքերում նաև կիսաազատ ու մամուլը էլի նույն ձևով էլի անկախ ընդդիմադիր կիսաազատ եւ այլն փաստացի այս ահագնացող ճնշումները հասան քաղաքական համակարգին ավելի կոշտ կերպով եւ մյուս էշելոնը կարող է լինել լրատվամիջոցները տեսեք որովհետեւ հիմա իրենք են մնացել որ խոսում են տեսեք շատ կարեւոր բան եք ասում տեսեք երբ որ մարդը ամբողջ համակարգը իր ձեռն է վերցնում ինչպես որ հիշում եք Հիտլերը ամբողջ ձեռը իր վերցրեց չէ հաջորդ քայլը պետք է լինի կուսակցությունների արգելումը շատ տրամաբանական բան է եթե դու տիրապետում ես ամբողջ համակարգերին այն որ դեմոկրատական ստանդարտներին բնորոշ իշխանությունների տարանջատումը դատական համակարգը սահմանադրական եթե քո ձեռն է դա ավտոմատ հաջորդ քայլը պետք է դու վերացնես կուսակցություններին, որտեղ բազմակուսակցությունը դա խանգարում է քո լիակատար դիկտատորայի հաստատման համար։ Բոլշևիկներն ինչ արեցին։ Արգելեցին բազմակուսակցությունը մի կուսակցություն։ Նույնն արեցին նացիստական կուսակցություն։ Գերմանիայում նացիստները գալով իշխանության 6 ամսվա մեջ ընդամենը հայտարարեցին մեկ կուսակցությունը նույնիսկ սահմանադրության մեջ դրեցին ինչպես որ կոմունիստական կուսակցությունը սովետական միության դրած մեկ կուսակցություն կարող աշխատել չէ այսինքն դա տրամաբանական process է հիմա ինքը դա որպեսի դա անի հիմնավորումը որ բոլոր այդ կուսակցությունները դրանք հանցագործներ են թալանչիներ են բանը եւ այլն դա արդեն ասում են իրանց տեղը բանտում է հիմա ինքը փորձում է կյանքի կոչել այդ բանտի մոդելը դատական գործը բացել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Սամվել Կարապետյանի կալանքի տակ եւ իրանց, այսպես ասած, մյուս շրջանակների վրա հաջորդը լինելու են ովքեր փաստաբանները, ինչի, որովհետեւ թե լրատվամիջոցները, փաստաբանները, սվինները ում վրա են, ասեմ ինչի փաստաբանները, որովհետեւ փաստաբանական համակարգը ավելի անկախ է, դատավորներին արդեն վերցրել է, то есть դատավորները արդեն իրատական մնացել, դատարանը գոյություն չունի այլևս, պետական բոլոր պատժիչ համակարգերը իրատական փաստաբանները իրան ներմայնացնում են փաստաբանները վերացնելուց հետո արդեն հաջորդը կլինի արդեն լրատվամիջոցները բայց ես մի բան կարող եմ ասեմ որ Հայաստանի նման երկրում որտեղ մենք աղքատ ռեսուրսներ ունենք բաներ ունենք եւ այս աշխարհակաղակական բախումների պայմաններում օբյեկտիվորեն դա հնարավոր չի անել տեսեք օրինակ եմ ասում այս ստորագրավակները որ եղավ Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի եւ Գագիկ Ծառուկյանի պաշտպանություն դա ցույց է տալիս որ Հայաստանը չի կարող կուլ տալ այդ բռնապետական ռեժիմի այսպես ամբողջ այդ բանը որ հիմա փորձում են անել որտեվ եթե դա եղավ հայ շատ sense ձևակերպ շատ կարճ ժամանակահատվածում հայ ժողովրդի կենսամագարտակը անգամներով կապրի ոչ մեկ ներդրում չի անի Հայաստանում որտեվ այն ինչ որ տեսնում են Գագիկ Ծառուկյանի սեփականության հետ կապված ոչ մեկ գարանտիա չի ունենա որ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը չուզենա իր բանը երկրորդական երրորդական чиновникները կուզենան բանը այսպես սեփականությունը վերցնել որտեղ դա արդեն խաղի կանոն է դարել պետության ղեկավարը կնիք է դնում իր ամբողջ պետական համակարգի վրա դա շատ վտանգավոր բան է պետությունը ամենաբարձր արտարակից թվում է սեփականության իրավունքի վրա բիզնեսմենը քանի որ դա հասկանում է ի տարբերություն շարքային քաղաքացու ինքը արդեն կամած իր կապիտալները հանելու է Հայաստանից եւ Հայաստան դուրս չի գալու կապիտալ եթե դրան գումարենք Ռուսաստանի պատժամիջոցները Հայաստանը այս 6 ամսվա մի տարվա մեջ դժոխքի մեջ է հայտնվելու սոցիալ-տնտեսական իմաստով հասկանում ես ինչ նախնդիրը Պարոն Բոսյան կարծեմ Հոբսն էր ասել մի քիչ հիպերտրոֆիրացված է բայց ասում է պետության միակ ֆունկցիան դա սեփականության իրավունքի պաշտպանությունն է մի քիչ ավելի այդպես ընդգծված է ասում բայց սեփականության իրավունքը ֆունդամենտալ սեփականության իրավունքը դա ֆունդամենտալ մասնավոր սեփականությունը դա դեմոկրատիայի բազիսն է չկա մասնավոր սեփականություն օբյեկտիվորեն չի լինում դեմոկրատիա դա շատ པարզ իրար այդ բազիսն ու վերնաշենքը այսպես ասած հա իրանք շահ կապված են իր այդ տեսեք խորհրդային միության ժամանակ մասնավոր սեփականություն գոյություն չուներ Հար դեմոկրատիա գոյություն չուներ նացիստական Գերմանիայի ժամանակ մասնավոր սեփականություն կար բայց ինքը կենտրոնացված էր մեկ համակարգի միլիտարիզացված տրամաբանության մեջ եւ փաստացի կարելի է դա կիսապետական կառույցներ էին հա եւ այդ ուզում ասեմ որ մասնավոր սեփականության ոչնչացումը ուղղակի ոչնչացնում այն բազան, որի վրա կարող է լինի դեմոկրատական համակարգ։ Պարոն Բոզյան, մեկ հարցի էլ անդրադառնանք եւ սա արդեն ամփոփենք, բավական երկար տևում է։ Ես առաջին այդ միտքը խոստովանեմ հեղինակային իրավունքը, լսել եմ Անդրանիկ Թևանյանից, խոսքը վերաբերում է կապիտալի լեգիտիմացիային։
վերջին 30-40 տարվա ընթացքում, որովհետև տպավորություն է, որ միշտ այդ կապիտալը օգտագործվել է քաղաքական նպատակներով, այդ կապիտալի նկատմամբ վերաբերմունքը խտրական է եղել, մեկին կարելի է, մեկին չի կարելի, եւ յուրաքանչյուր նոր իշխանություն էլի խաղարկելու է այդ կապիտալի խնդիրը։ Հասկանալի է, որ վերջին 30 տարիների ընթացքում կապիտալ կուտակած անձիկ այս կամ այն ճանապարհով անցել են։ Հաշվի առնելով տվյալը Այդ հարցին պատասխանը տվել է Մաքս Վեբերը։ Բանը այդ բանը բողոքական էթիկան եւ կապիտալիզմի բողոքականության ոգին եւ կապիտալիզմը։ Այդ գիրքը, որ մարդը կարդա, իսկ ես խորհուրդ կտամ, որ մարդիկ կարդան, այնտեղ ֆունդամենտալ ներկայացված է, թե ոնց է կապիտալի լեգիտիմիզացիան կատարվում եւ դրա փորձը տարբեր երկրներ ունեցել են, հարավային Կորեայի մասին է խոսքը, Ճապոնիայի մասին է խոսքը, հարավ-արևելյան երկրների մոդելում այդ բանը կիրառվել, նույնիսկ արևելյան Եվրոպայի մոդելը։ Եթե ժամանակ լինի, առանձին մեկ դրա մասին խոսենք, թե ինչպես պետք է լեգիտիմիզացնել այդ process-ը։ Բայց կարմիր գիծ պետք է, չէ՞, միանշանակ, բայց մի բան կարող եմ ասել, որ այս իշխանությունը ոչ մի կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Այս իշխանությունը փաստացի ամբողջ այն 18 թվականի հույսը, որ մարդկանց մոտ կար, որ մենք պետք է իսկապես մի նոր որակի Հայաստան ունենանք, ոչ միայն փլուզել է ինքը, այլ ինքը հետաքցել եւ նախկին բոլոր վատ բարքերը սեփականաշնորհել է, այն լավ բաները, որ մենք ունեինք, Արցախ, բան, ինքը կորցրել է վերջնականապես, այսինքն ուզում եմ ասեմ, որ այս իշխանությունը այլևս ինքը ավարտել է իր առաքելությունը բոլոր իմաստներով։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, հուսանք, որ այդ ձեր մատնանշած խնդիրները հասարակական տիրույթում, քաղաքական տիրույթում հնարավոր կլինի շատ արագ լուծել, հաղթահարել, ստեղծել համապատասխան կառույցներ եւ իրոք ահավոր է, եթե նույնիսկ ինչ որ մեկը վերևներում նստած մտածի, որ ինքը կարող է կոշտ ավտորիտար բռնապետական համակարգ հաստատի, եթե դա անգամ տևի 1 ամիս, 2 ամիս, մենք պատկերացնում ենք, թե ինչ զողողություններ է դա ենթադրում։ Կալանավայրերում մարդիկ, խոշտանգումներ եւ այլն, իսկ դա այս Հայաստանում թույլ տալ, որովհետեւ այդ 2-3 ամիս տևած անգամ այդ փոքր ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքները մենք զգալու ենք տարիներ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Մակ ոդքասթների եթերում ես նոր զրուցում եի Երվանդ Բոզոյանի հետ, դրանից առաջ Զարուհի Փոստանջյանի հետ, ելի հիշեցնեմ, որ այս ոդքասթը մենք վարում ենք Արեգնազ Մանուկյանի հետ, ով հիմա ժամանակավորապես գտնվում է Կալանավայրում քաղաքական հետապնդումների եւ բեռնաճնշումների հետևանքով ապօրինի գործողություններ են իրականացվում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։ Ես ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին, այս պարագայում առաջերտին Արեգնազ Մանուկյանին, Անդրանիկ Թևանյանին, Արմեն Աշոտյանին, Գագիկ Ծառուկյանին, Ավետիք Չալաբյանին, ու մոռացա կներեք, բայց իմ համար տարբերություն չկա, եթե մարդու նկատմամբ տեղի ունեցել ապօրինի անարդարացի վերաբերմունք պետական համակարգի կողմից, բոլորովին կարևոր չէ ես իրեն ինչպես եմ վերաբերում անձնապես, քաղաքականապես, պատրաստ ենք մենք մեր թիմով կանգնել այդ մարդկանց կողքին եւ մեր հնարավորությունների չափով աջակցել։ Այսքանը, կհանդիպենք։